Բարև ձեզ, սիրելի ունկնդիրներ։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, երազներ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում։ Ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը, կարող եք դիմել։ Եթե չեք կարող այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Facebook-յան ալիքներում, TikTok-յան ալիքներում, կոնտակտում գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, հմայախոսություններ կա, ծիսակարգեր կա, կանխատեսումներ կա, որոնք ես գիտեմ, որ ձեր ամբողջ կյանքի ընթացքում անհրաժեշտ կլինեն։ Ինչի մասին եմ այժմ ես ուզում սիրելիներս խոսել։ Ուզում եմ խոսել մաճակալի մասին։ Ինչ է իրենից ներկայացնում մաճակալը, սիրելիներս։ Ընդհանրապես մաճակալը մեծ խորհրդանշանակություն ունի մարդու կյանքի մեջ։ Մարդը ծնվում է մաճակալի վրա, մարդը մահանում է մաճակալի վրա, մարդը հիվանդանում է մաճակալի վրա, մարդը քնում է մաճակալի վրա, քնի ժամանակաշրջանը, սիրելիներս, դա համարվում է էզոտերիկները, էքստրասենսները համարում են փոքր մահ, որ մարդը իր ամբողջ կյանքում ամեն օր այդ մահվան իրավիճակի մեջ է մտնում եւ այդ ժամանակահատվածում, երբ որ մարդը քնում է իր մաճակալի վրա, բացվում է ինտուիցիան, բացվում է մարդու բիոէներգետիկ դաշտերի բոլոր կանալները, բոլոր ալիքները, մարդը քնած վիճակում ինքը ամբողջովին այս աշխարհից կտրված է, ինքը գտնվում է ուրիշ աշխարհների մեջ, տիեզերական աշխարհների մեջ, ճիշտ է հետագայում կգա ժամանակ, երբ որ գիտնականները այս բարձաբանումները կատարեն, բայց էքստրասենսների պայծառատեսների համար դա արդեն փաստ է, որովհետև իրենք տեսնում են։ Գիտեք ինչ, սիրելիներս, քանի որ մաճակալը եւ քունը այդքան մեծ նշանակություն ունի մեզանից յուրաքանչյուրի կյանքի մեջ, մենք պետք է կարողանանք մեր մաճակալը եւ այն տարածքը, որտեղ գտնվում է այդ մաճակալը, որտեղ որ մենք քնում ենք, երազներ ենք տեսնում, որտեղ որ մենք անցկացնում ենք մեր այդ ենթագիտակցության համար նախատեսված ժամանակահատվածը, այդ տարածքը լինի մաքուր նեգատիվ էներգետիկայից։ Գիտեք ինչ, սիրելիներս, պետք է մաճակալի անկողինը, սպիտակեղենը պահվի մաքուր վիճակում, որովհետև կեղտոտ աղտոտված սպիտակեղենը ինքը նեգատիվ էներգիա ունի, որը չի թողնում, որ մարդու բիոէներգետիկ դաշտը մաքրվի եւ ինքը իր այդ նեգատիվ էներգիան քնի ժամանակ տալիս է մարդուն։ Չպետք է մարդու յուրաքանչյուրից, մեզանից յուրաքանչյուրի անկողինը, սպիտակեղենը ծակած լինի։ Պետք է անպայման փոխել, որովհետև այդ փոքր անցքերից գնում է մեր բիոէներգետիկ դաշտը եւ մենք խնդիրներ ենք ունենում եւ մեր անձնական կյանքի մեջ, եւ մեր ֆինանսական կյանքի մեջ, եւ մեր առողջական կյանքի մեջ։ Ընդհանրապես ինչի վրա չի կարելի խնայել, դա հենց անկողնային պարագաների սպիտակեղենի վրա չի կարելի խնայել։ Ինչն է պատճառը, երբ որ մենք հիվանդանում ենք, անմիջապես հիվանդանալուց հետո անմիջապես մեր անկողինը ցանկանում ենք փոխել։ Դա պետք է այդպես կատարվի, որովհետև այդ հիվանդության էներգետիկան արդեն հասնել ենք մեր
սպիտակեղենին եւ մեր մարմինը պահանջում է մաքուր սպիտակեղեն, որպեսզի ավելի շուտ լինի առողջացման պրոցեսը։ Չի կարելի անկողնի վրա օգտագործել այնպիսի սպիտակեղեն, այնպիսի տեղաշորի պարագաներ, բարձեր, աջալներ, ծածկոցներ, որոնք օգտագործել են հիվանդացած մարդիկ, որոնք օգտագործել են մահացած մարդիկ։ Բացի դրանից, սիրելիներս, ես իմ կյանքի ընթացքում շատ եմ արդեն հանդիպել այնպիսի մարդկանց, ովքեր որ գալիս են եւ բողոքում են, որ գիշերը չեն քնում, քնի ժամանակ տեսնում են վախենալու երազներ, ինչ որ վախեցող տեսարաններ են տեսնում, իրենք քնի մեջ տեսնում են, որ իրենց հետևում են, բացի դրանից գալիս են մարդիկ, ովքեր որ չեն կարողանում իրենց անձնականը դասավորել, ովքեր որ առողջական խնդիրներ ունեն, եւ ես տեսել եմ, ուսումնասիրել եմ, պարզվել է, որ այդ մարդկանց անկողինների մատչակալների տակը հատուկ պահոցներ կա, եւ այդ պահոցների մեջ ինչ ասես չկա, էլ կոտրած իրեր, էլ մահացած մարդկանց հագուստներ, մահացած մարդկանց լուսանկարներ, ընդհանրապես դա շատ սխալ է, որ այժմ տարածք խնայելու համար պահոցներ են պատրաստում մատչակալի տակ, մատչակալի տակը ոչ մի բան չպետք է լինի, պետք է մենակ լինի մաքուր տարածություն եւ որն էլ այնպիսի տարածություն, որ մարդը կարողանա իր մատչակալի տակը անընդհատ մաքրի, փոշին հեռացնի, այդ մաքրման process-ով ինքը ամեն նեգատիվ էներգիա մեզանից յուրաքանչյուրը իր տան մեջ իր մատչակալի չոսկումը մաքրում է, այլ ելի եմ ասում մատչակալը ինքը մեծ խորհրդանիշ ունի մարդու կյանքի մեջ եւ մարդը պետք է գիշերվա այդ իր ժամանակահատվածը, որտեղ ինքը երազներ է տեսնում, որտեղ իր ինտուիցիան կապվում է այլ աշխարհների հետ, ինֆորմացիա է ստանում, այդ մատչակալի ներքևի եղած փոշին, այդ իրերը չեն թողնում, որ այդ ազնվորությունը ոչ քնից բան հասկանա, ընդհակառակը ինքը կամաց խնդիրներ կունենա իր կյանքի բոլոր բնակավարներում։ Ճիշտ է, կան արդեն այդ մատչակալներ կան, որ արդեն մարդիկ առել են, գնել են եւ պահոցով են։ Սիրելիներս, ձեր այդ մատչակալի պահոցի տակ կարող եք պահել մաքուր սպիտակեղեն, կարող եք պահել մաքուր երեսսրբիչներ, ինչ լինի մաքուր, չլինի փոշին, բայց այն հին առարգաները, իրերը, նկարները, որոնք կոդրված ինչ-որ ափսեներ, ամաններ, ընդհանրապես նման բաներ, որ նույնիսկ դուք արդեն դրանից հետո չեք օգտագործում, հանեք, մաքրեք ձեր այդ անկողնտակի պահոցները, որովհետև դուք խնդիրներ կունենաք, Ինչն է պատճառը, որ մարդը անընդհատ երբ որ վախենալու երազներ է տեսնում, ինքը տեսնում է, որ իր մատչակալի տակից ինչ-որ սատանացիվի կերպարներ են դուրս գալիս, ինչ-որ տարօրինակ կենդանի ձևով կերպարներ են դուրս գալիս, ինչն է պատճառը, որ մարդկանց նույնիսկ երեխաները, որ վախեցնում են, չնայած դա չի կարելի, դա շատ սխալ իրավիճակ է, որ ահա կախարդը չարվոքի մատչակալի տակ է, ինքը դուրս կգա եւ ինչ-որ քեզ վատություն կանի։ Շատ դեպքերում նույնիսկ այս իրավիճակի պատճառով մարդիկ իրենց երազներին տեսնում են հենց այդ կախարդներին, այդ վամպիրներին, այդ տարօրինակ արարածներին, ովքեր որ դուրս են գալիս մատչակալի տակից, հետև մատչակալը շատ կարևոր էներգետիկա ունի։ Անպայման մաքուր պահեք ձեր մատչակալի տարածքը, մաքուր պահեք ձեր մատչակալի անգոնայում պարագաները, եթե պահոցներ էլ կա, պահոցներում տեղադրեք միայն
անգողնային մաքուր պարագաներ։ Նման ձևով դուք կարգավորեք ձեր քունը, այն ժամը հատվածը, որ դիեզերքը հատկացրել է մարդու համար այլ աշխարհներին հետ միանալու, իր էներգետիկ դաշտը կանգնելու համար, իր ինտուիցիան զարգացնելու համար, որ մարդը սովորի ինչ է նշանակում մահը, այո,